Բարի երեկո, դուք դիտում եք բաց հարթակը, այսօր իմ հյուրը ժողովրդավարության եւ անվտանգության հայկական կենտրոնի տնօրեն Արնոլդ Բլեյանն է։ Բարև ձեզ, պարոն Բլեյան։ Բարև ձեզ։ Եվ այսպես, մոտ 1 տարի առաջ Վաշինգտոնում ստորագրվեց Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության կանոնադրությունը, ի վերջո ինչ տվեց այն, եթե հաշվի առնենք, որ ստորագրվեց Միացյալ Նահանգների նախկին վարչակազմի օրոք։ Այո, ստորագրվեց նախկին վարչակազմի օրոք, բայց եկող վարչակազմը անմիջապես հանձն վերցրեց եւ ասաց, որ մենք կշարունակենք իրենց պաշտոնատարների կողմից ամեն անգամ, երբ հայտարարություններ տարածվում, հիմնականում հղում էր արվում հենց այդ խարտիային եւ այն հանգամանքը, որ արդեն օգոստոսի 8-ին նաեւ կնքեցինք թե խաղաղության համաձայնագիրը նախաստորագրեցինք թե խաղաղության համաձայնագիրը Ադրբեջանի հետ Միացյալ Նահանգների վկայությամբ եւ այն երկկողմ ձևաչափով հուշագրերը, որոնք մենք ստորագրեցինք արդեն Միացյալ Նահանգների հետ նույնպես հղում էին արվում հենց այդ ռազմավարական խարտիային։ Ես կարծում եմ դա կարևորագույն փաստաթղթերից էր Հայաստանի Հանրապետության համար անցած տարի եւ ընդհանրապես իր պատմության ընթացքում, որովհետեւ մենք արդեն գիտնի վրա տեսնում ենք կոնկրետ արդյունքներ։ Օրինակ, ինչ արդյունքներ ենք տեսնում, պարոն Բլեյան։ Արդյունքներից մեկը այդ խաղաղության համաձայնագրի նախաստորագրումն էր Ադրբեջանի հետ։ Արդյունքներից մեկը այն է, որ այս օրերին արդեն իսկ Միացյալ Նահանգների ներկայացուցիչները գտնվում են Հայաստանում եւ պատրաստում են որպեսզի հաջորդ ամիս կարծես թե փոխնախագահ Ջեյդի Վենսն է լինելու Երևանում եւ այստեղ արդեն կդրվի ուրեմն այդ համատեղ ՍՊ-ի, բացման արարողությունը տեղի կունենա։ Մենք ունենք դեռ մինչ այդ նախորդ վարչակազմի հետ ստորագրած հիշում եք Բայրամ ներողություն Բլինքեն եւ Միրզոյան ձևաչափով ստորագրվեց ատոմային ուրեմն համաձայնագրի հուշագիրը եւ այդ ուղղությամբ մենք նույնպես աշխատանքներ են տանում, որովհետեւ ես վստահաբար կարող եմ ասել, որ մեզ հենց ամերիկյան մոդելի այդ փոքր ռեակտորներն են պետք ատոմակայանի տեսքով եւ երբ 36 թվականին մենք արդեն դադարեցնենք այս գործող ատոմակայանը, որովհետեւ իր կյանքը երկարաձգվել է մինչեւ 36 թվական, մենք պետք է ունենանք արդեն հայկական ամերիկյան մոդելով ատոմակայաններ, փոքր ռեակտորներ, ընդ որում դա հենց պարտադիր չէ նույն տեղում լինի, դա կարող է լինել Սյունիքում, դա կարող է լինել այլ տեղերում, որտեղ դրանք պետք չէ որ մի հատ լինի, դրանք կարող են մի քանի հատ լինել, դրանք շատ ավելի իրանք չեն պարունակում այն վտանգները, որոնք պարունակում են սովորական ատոմակայանները, եւ այդ առումով ես կարծում եմ մենք գնում ենք շատ լավ ուղղությամբ։ Եվ բացի դրանից այս հարաբերփոխ իրավիճակում, երբ մենք տեսնում ենք, թե ինչ մեծ դերակատարում է ստանձնում Միացյալ Նահանգները եւ ինչ թարապես խեղված վիճակում է գտնվում միջազգային իրավունքը կամ այդ միջազգային իրավակարգը, երկրորդ համաշխարհային պատերազմից հետո եւ սառը պատերազմի միջով անցած այդ փորձությունների միջով անցած միջազգային այդ իրավակարգը խարխլված իրավիճակում է եւ մենք փաստորեն տեսնում ենք, որ Միացյալ Նահանգները կարելի ասել միանձնյա փորձում է նոր իրավակարգ հաստատել, համաշխարհային իրավական հաստատել եւ մենք գտնվում ենք այդ երկրի հետ ռազմավարական համագործակցության հարաբերությունների մեջ։ Բայց ես հիշում եմ, որ 1 տարի առաջ, երբ քննարկվում էր այս հարցը, երբ ստորագրվել էր ռազմավարական գործընկերության կանոնադրությունը, շատ քաղաքագետներ կանխատեսում էին, այսպես ասում են, որ հեսավարչակազմը կփոխվի եւ կգա Դոնալդ Թրամփը եւ այս կանոնադրությունը կհամարվի առ-ոչինչ։ Գիտեք, հենց Բլինքենի մոտ էլ կար նման մտավախություն եւ իդեպ այդ խարտիան դեռ սեպտեմբերին պատրաստ էր ստորագրման, բայց իրենք հասկանալով, իրենք վստահ չէին, որ իրենք կվերընտրվեն, հետեւաբար իրենք թողել էին, տեսնեն թե ով է ընտրվելու եւ երբ նոյեմբերին պարզ դարձավ, որ իրենք չեն ընտրվել, իրենք սկսեցին արդեն կոմունիկացնել այդ խարտիայի դրույթները եկող նոր իշխանության հետ, Թրամփի ադմինիստրացիայի հետ, Ռուբիոյի ադմինիստրացիայի հետ եւ երբ իրենք ստացան այդ օքեյը, որ այդ փաստաթուղթը իրենց համապատասխանում է, իրենց շահերին համապատասխանում է, իրենց տեսլականին է համապատասխանում, իրենք արդեն իրենց կարծեմ վերջին շաբաթն էր, հունվարի վերջին շաբաթն էր, ներողություն առաջին շաբաթն էր, բայց իրենց իշխանության վերջին շաբաթն էր եւ իրենք ստորագրեցին եւ այդ փորձագետները կամ ուղղորդված փորձում են ցույց տալ, որ դա ոչ մի առնչություն չունի իրականության հետ, կամ պարզապես տեղեկացված չէին, որ իրականում դա նաև եկող ադմինիստրացիայի ուշադրության ներքո է լինելու եւ իրենք շարունակելու են եւ զարգացնելու են այդ խարտիան։
Որովհետև նաև հիշում եմ, որ այդ этаպում շատ բուրըն կերպով քննարկվում էր, որ Թրամփի վերադարձը, որովհետև նա արդեն երկրորդ անգամ չի ընտրվեց Միացյալ Նահանգների նախագահ, այնքան էլ ձեռնտու չի Հայաստանի Հանրապետությանը, շատերը Թրամփին որակում էին ավելի շատ ադրբեջանամետ քաղաքական գործիչ։ Ես նույն մտավախություններն ունեմ, ես հիշում եմ ձեր տաղավարում, ես խոսում եմ, երբ դեռ ընտրություններն էին կատարվում, անցկացվում Միացյալ Նահանգներում, ես հույս ունեի, որ Քամալա Հարիսը կընտրվի նախագահ, որովհետև մենք ունենք փորձ Թրամփի ժամանակ մենք ունեցանք 44-օրյա պատերազմը Ղարաբաղում, եւ մենք ունենք փորձ, երբ Բայդենի դեմոկրատների իշխանության օրոք մենք կարողացանք կանգնեցնել լայնամասշտաբ ներխուժումը արդեն Հայաստանի Հանրապետություն Ադրբեջանից եւ պարզ է, որ խնդիրներ էին առաջանում, նամանավանդ երբ մենք լսում ենք այն հռետորաբանությունը, որը գալիս էր Իլհամ Ալիևից, երբ նա ասում էր, որ դեմոկրատները իրենց սպառել են, իրենք պետք է գնան, անհապեր սպասում են, երբ պետք է Դոնալդ Թրամփը վերընտրվի, այսինքն տագնապ կար մեր մոտ, որ ի վերջո իրենք կարող են գալ ինչ-որ նորից նոր համաձայնության, ի հաշիվ Հայաստանի Հանրապետության այս անգամ Սյունիքի մասնավորապես եւ բնականաբար որ կային անհանգստություններ, բայց ես հիշում եմ հենց այդ ժամանակ էլ ես ասում եմ, որ անկախ դրանից թե ով է ընտրվելու նախագահ, մենք պետք է աշխատենք արդեն այդ օրվանից հենց հանրապետականների հետ, որովհետև այնպես չէ, որ հանրապետականները դեմ են Հայաստանի Հանրապետությանը։ Կարող է լինել Դոնալդ Թրամփի ինչ-որ կարծիք, հա, բայց նա պետք է նաև համաձայնեցնի իր ի վերջո համախոհների հետ, իր կուսակիցների հետ։ Եւ մենք ունեցանք այն ինչ ունեցանք, այսօր կարող ենք ասել, որ եթե Քամալա Հարիսը դառնար նախագահ, ես շատ կասկածում եմ, որ Իլհամ Ալիևը օրինակ կստորագրեր, կնախաստորագրեր խաղաղության համաձայնագիրը։ Ինչու՞։ Որովհետև նա քանիցս ասել է, որ նա ատում է դեմոկրատներին, պարզապես զզվում է իրենցից, նա բացահայտ դրա մասին խոսում է եւ հակառակը շատ դրական է տրամադրված Դոնալդ Թրամփին։ Կարող է Դոնալդ Թրամփը չլիներ մեկ այլ հանրապետական լիներ, նա նույն հակակրանքով վերաբերվեր։ Այստեղ կա անձնային ուրեմն համակրանք Դոնալդ Թրամփի նկատմամբ եւ դա աշխատեց հոգուտ մեզ։ Պարոն Բլեյան, բայց մենք վերջին этаպում տեսնում ենք, չէ, որ մամուլում լինում են հրապարակումներ, որ նախորդ տարի այդպիսի հրապարակումներ կային, որ 26 թվականին ընտրություններ Միացյալ Նահանգներում եւ չի բացառվում, որ նաեւ դրան հաջորդի անվստահության հայտնելը Դոնալդ Թրամփին։ Մենք հասել ենք մի իրավիճակի եւ գրեթե հասել ենք մի իրավիճակի այնպիսի ինստիտուցիոնալ առումով հարաբերությունների Միացյալ Նահանգների հետ, որ անկախ դրանից թե ինչ տեղի կունենա Դոնալդ Թրամփի հետ, ցանկացած հաջորդ իշխանություն ով եկավ, նա ստանձնելու այս պատասխանատվությունը, որտեղ սա միայն Հայաստանի Ադրբեջանի միջև մասին չէ։ Թրամփուղին միգուցե անվանափոխություն տեղի ունենա, հա, եթե օրինակ նախագահի փոփոխություն տեղի ունեցավ, բայց Թրամփուղին դա Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության մասին չէ միայն։ Դա նոր աշխարհակարգի մասին է, դա նոր տրանսպորտային հաղորդողիների մասին է, դա միջինասիական պետությունների մասին է, դա Եվրոպայի մասին է, դա Միացյալ Նահանգների մասին է եւ Միացյալ Նահանգների ներկայացվածության Հարավային Կովկասում կամ Հարավարևելյան Եվրոպայում որպես վերահսկող այդ ամենի։ Սա կոնկրետ բխում է Միացյալ Նահանգների շահերից եւ այս այն դեպքն է, որ ամբողջությամբ համընկնում են Հայաստանի Հանրապետության պետական եւ թարապես հասարակության սովորական քաղաքացիների անձնական շահերից։ Պարոն Բլեյան, վստահ եմ, որ լսել եք օրեր առաջ ռուս մեկնաբան, քաղաքական մեկնաբան Վլադիմիր Սոլովյովի հայտարարությունը, որտեղ ասվում է, որ Հայաստանն ավելի կարևոր է, քան Վենեսուելան եւ ավելի մանրամասն կա այնտեղ, որ մենք ճիշտ արեցինք, որ այսպես ասած սկսեցինք պատերազմ Ուկրաինայի հետ, չպետք է խղճալ, ու նաև այստեղ հստակ ուղերձ կա, որ մենք մոտավորապես այսպես, որ մենք չպետք է բաց թողնենք Հայաստանը։ Թղթևագր, հա, ինչպես նախագահը իրեն ձևակերպել էր Միացյալ Նահանգների, որովհետև իրականում այն ինչ տեղի ունեցավ Վենեսուելայում, այնինչ դրանից առաջ տեղի ունեցել Իրանում, երբ Իսրայելը հարձակվել էր, այնինչ տեղի ունեցավ Սիրիայում, երբ Ասադը փախավ Մոսկվա, այդ ամենը ապտակներ են, ապտակի հետևից Ռուսաստանի Դաշնությանը եւ իր հեղինակությանը։ Ցույց է տալիս, որ Ռուսաստանի Դաշնության դաշնակից լինելը գրոշի արժեք չունի, 10 լումայի արժեք չունի։ Եվ Սոլովյովը այսօր փորձում է արդարացնել, թե իբր թե
մոռացեք Վենեսուելան, դա այնքան էլ կարևոր չէ, իսկ երբ մենք ասում ենք Վենեսուելա, հասկացեք նաև Կուբա, որովհետև ամենայն հավանականությամբ Կուբան էլ գնում է Վենեսուելայի հետևից եւ Ռուսաստանը ամբողջությամբ լատինական տարածքից դուրս է գալիս։ Կոլումբիայի նախագահը արդեն ասել է եկեք հանդիպենք Դոնալդ Թրամփի հետ, Մեքսիկայի նախագահն է ասում եկեք համատեղ գուցե ինչ որ գործողություններ կատարենք այդ մեքսիկական կարտելների դիմաց, այսինքն մենք տեսնում ենք, որ Լատինական Ամերիկայից, ընդհանրապես Կենտրոնական Ամերիկայից նույնպես իրենք ամբողջությամբ դուրս են գալիս, հա, հետը եւ իրենք ինչ պետք է ասեն, իրենք պետք է դրանով փորձեն արդարացնել, որ այստեղ դեռ մենք Հայաստանի վրա կարող ենք ինչ որ բան իրականացնել, բայց իրականում ոչ։ Դուք այլևս Հայաստանը կորցրել եք, անվերադարձ եք կորցրել, որովհետեւ Հայաստանը ինքնիշխան երկիր է, Հայաստանի ժողովուրդը ինքն է որոշում ով է լինելու իր հաջորդի նախագահը կամ վարչապետը կամ կառավարությունը։ Եվ բացի դրանից մենք ունենք մի այնպիսի ռազմավարական գործընկերներ, որոնք կոնկրետ հետաքրքրություններ ունեն այս տարածաշրջանում, եւ այս տարածաշրջանում իրենց հետաքրքրությունների մեջ մտնում է անկախ Հայաստանի Հանրապետության գոյությունը։ Այս է տարբերությունը Ռուսաստանի Դաշնության։ Տեսեք, Ռուսաստանի Դաշնությունն ինչ է ասում։ Ասում է Բլիժնյա Զարուբեժ, չէ՞ իրանք որ ասում են։ Ասում են այդ տարածքում պետք է լինեն երկրներ, սա մեր հետաքրքրությունների գոտին է, հա։ Պետք են լինեն երկրներ եւ այնտեղ պետք է լինի հակաժողովրդավարական իրավիճակ, հանցագործություն, չքավորություն, չգիտեմ, քաոս, պատերազմական գործողություններ լինեն։ Դրանց հիմա վրա է Ռուսաստանի Դաշնությունը իրենք կոմֆորտ զգում եւ ինքը կշարունակի հսկել։ Երբ չկան այդ ամենը, Ռուսաստանի Դաշնությունը այստեղ չկա։ Այս է տարբերությունը օրինակ Եվրոպական միության կամ Միացյալ Նահանգների։ Միացյալ Նահանգներն ինչ է ասում։ Միացյալ Նահանգները չի հարձակվել Վենեսուելայի վրա եւ ասում է դու իմն ես արդեն։ Ինքը ասում է ես ուզում եմ դու լինես իրավական, նոր նախագահ ընտրես եւ այլն եւ այլն։ Այսինքն դրա արդյունքում իհարկե ես հույս ունեմ, որովհետեւ Դոնալդ Թրամփի պարագայում մի քիչ դժվար է պատկերացնել, բայց ես հույս ունեմ, որ դրա արդյունքում ի վերջո Վենեսուելան կդառնա ժողովրդավարական երկիր։ Եվ դա կգնա ի բարօրություն վենեսուելացիների։ Լավ, այստեղ այդ Սոլովյովի հայտարարությունից հետո, պարոն Բլեյան, շատերի մոտ հարց է առաջանում, լավ, ամեն դեպքում Ռուսաստանը, ինչպես մենք հասկացանք, դեռ չի պատրաստվում կոպիտ ասած ձեռքերը ծալած նստել։ Ինչ պետք է անի նա։ Միակ բանը, որ նա կարող է անել, իսկականից պետք է ինչ-որ ռազմական գործողություններ իրականացնել Հայաստանի նկատմամբ, բայց ես կարծում եմ, որ դա տեղի չունենա։ Որովհետև նախ ռեսուրս գրեթե չունի, որովհետև որպեսզի ազատագրի իր Կուրսկը նա հյուսիսկորեացիներին է հրավիրել, բայց շատ մեր հայ ընդդիմադիր քաղաքական գործիչներին ոգևորել է այդ հայտարարությունը։ Ոգևորել է, իհարկե ոգևորվել են, որովհետև իրենք երբ հասկացան, որ Ադրբեջանը այլևս չի պատրաստվում հարձակվել Հայաստանի վրա եւ բռնի ուժով Զանգիզուրյան միջանցք ստեղծել, ընդ որում երբ դուք ասում եք ընդդիմադիր, ես ընդդիմադիր բառը վերցնում եմ ճակերտների մեջ, որտեղ ես իրենց չեմ համարում ընդդիմադիր կուսակցություններ, ես իրենց համարում եմ պետականությանն ընդդիմադիր քաղաքական կազմավորումներ, որոնք սպասարկում են բոլորը գրեթե, իհարկե, ովքեր որ ոգևորված են Սոլովյովի խոսույթով, իրենք բոլորը թարապես պետք է փակվեն։ Իրավական առումով պետք է փակվեն, որովհետև այնինչ ասում է Սոլովյովը, դա կոչվում է տերորիզմ։ Այլ կերպ դա հնարավոր չի անվանել։ Իսկ դա քրեորեն պատժելի արարք է։ Եվ ես ակնկալում եմ թե ԱԳՆ-ից կոնկրետ գործողություններ Սոլովյովի նկատմամբ, թե ընդհանրապես բոլոր այն կուսակցությունները եւ իդեպ իրենք բոլորը լռում են։ Ովքեր։ Սամվել Կարապետյանից մի բան լսել եք Սոլովյովի նկատմամբ։ Նարեկ Կարապետյանը բան ունի ասելու։ Նարեկ Կարապետյանը բան չունի ասելու, թե ինչ է ասում Սոլովյովը։ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանն ինչու են լռում։ Արման Թոթյանն ինչու է լռում։ Բան չունես ասելու Սոլովյովին։ Բայց հրապարակավ մի հատ կոշտ մի բան գոնե ասեք։ Իսկ ինչու իրենք պետք է ասեն, պարոն Բլեյան, ինչու եք սպասում, որ կոնկրետ իրենք պետք է ասեն։ Որովհետև իրենք չեն ասելու։ Որովհետև իրենք ուրախ են, որ Սոլովյովը նման բան է ասում։ Իրենք սպասում են, որ այ Սոլովյով ջան, արի մի բան արա էլի, հա, մի բան արա, այստեղ խժդրություններ առաջանան, թող Հայաստանը սիրիացվի, մենք գանք իշխանության, մենք քեզ կծառայենք։ Աշակ Կարապետյանի ականջը կանչի, ոսկվայց կվերադառնա։ Իրենք Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչներ չեն։ Իրենք Ռուսաստանի Դաշնության պրոքսի ներկայացուցիչներն են այստեղ։ Պարոն Բլեյան, վերադառնանք հայ-ամերիկյան հարաբերությանը օգոստոսի 8-ին, չէ, 2025 թվականի Վաշինգտոնյան փաստաթղթին անդրադառնանք։ Տեսեք, այդ ժամանակ էլ երբ ստորագրվեց Հայաստանի ընդդիմությունը դա համարեց հակապետական փաստաթուղթ, ավելին
երկրորդ նախագահը Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ Միացյալ Նահանգները շատ կոնկրետ ստացել է ապագայում ձևավորվող միջանցքի վերահսկողություն եւ այս ամեն ինչը համարվում է հակապետական փաստաթուղթ։ Ըստ Ռոբերտ Քոչարյանի ամենա պետականամետ փաստաթուղթը նոյեմբերի 9-ն էր, մասնավորապես նոյեմբերի 9-ի 9-րդ կետը, ընդ որում մոռանում ենք այն 8 կետերի մասին։ Ընդ որում այդ բոլոր ուժերը, որոնք հօգուտ նոյեմբերի 9-ի փաստաթղթի են խոսում, իրենք միշտ մոռանում են այն 8 կետերը ու միշտ խոսում են հենց 9-րդ կետի մասին։ Իսկ 9-րդ կետը այն էր, ինչ տեղի ունեցավ Լաչինի միջանցքի հետ, նույնը պետք է տեղի ունենար այսպես կոչված Զանգեզուրյան միջանցքի հետ։ Իսկ ռուսները գալիս կանգնում են, հետո իրենց գործեր Ուկրաինան վատանում են, հետո Թուրքիայի եւ Ադրբեջանի աջակցությունն իրենց պետք լինում եւ մեր տարածքների հաշվին իրենք ինչ որ նորից բարտեր գործարքի մեջ են մտնում, ինչպես դա տեղի ունեցավ Լաչինում, հա, կամ Փարուխ առ Փարուխ դեռ 21 թվականին դեռ պատերազմը չկար ուկրաինական, իրենք արդեն սկսել էին Փարուխ առ Փարուխ Ղարաբաղը հանձնել 20 թվականի պատերազմներ էր արդեն ռուս-թուրք-ադրբեջանական նախագծված սցենար ըստ Դուգինի։ Այսինքն, պարոն Բլեյան, դուք կարծում եք, որ ամեն դեպքում հայ-ամերիկյան հարաբերությունը այսօր այն վիճակում է, որ ինչպես դուք ձեր խոսքում նշեցիք, Ռուսաստանի կողմից Հայաստանի սիրիացումը հնարավոր չի լինի։ Տեսեք, եկեք փաստերով խոսենք։ Մենք Ռուսաստանի Դաշնության ռազմավարական դաշնակիցն ենք առնվազն 97 թվականից, երբ արդեն կնքվում էր հայ-ռուսական համագործակցության, եղբայրության եւ այլն երկարաոնով այդ համաձայնագիրը, ըստ որի Ռուսաստանը կպաշտպանի, եթե մեր վրա հարձակվեն։ Մենք ունենք բազա Գյումրիում, մենք ունենք սահմանապահներ հայ-թուրքական եւ հայ-իրանական սահմանին։ Մի խոսքով, հետո տնտեսական պրոյեկտներ, ԱՊՀ, ԵԱՏՄ, մի խոսքով, ամեն ինչով մենք ամեն ինչով հանձնվել ենք Ռուսաստանի, ամեն ինչով, ինչ ունենք, հանձնել ենք իրենց։ Գազ, հոսանք, երկաթգիծ, ինչ մեր մտքով անցնում է, հանքեր եւ այլն, լրիվ ռուսական էին։ Այսինքն ամբողջությամբ մենք պրո-ռուսական էինք։ Որևէ հակառուսականություն չկար։ Հələ մի բան էլ 18 թվականի հեղափոխությունից հետո մի հատ էլ Սիրիա զորք ուղարկեցինք, որ որևէ այլ պետություն չէր արել։ Նույնիսկ Սերժ Սարգսյանը դրան չէր գնում։ Իսկական դրանից ավել էլ ինչ պետք էր մենք անեինք, որպեսզի մենք լինենք պրո-ռուսական եւ հանկարծ չդիտարկվենք որպես հակառուսական։ Բայց ինչ տեղ ունեցավ։ Տեղ ունեցավ նախ 16 թվականի քարարյա պատերազմը, հետո ունեցավ 20 թվականի 44-օրյա պատերազմը, հետո տեղ ունեցավ երկու անգամ ներխուժում Հայաստանի Հանրապետության տարածք 21 թվականին, մայիսին եւ նոյեմբերին, հետո տեղ ունեցավ 22 թվականին սեպտեմբերին։ Սա է նշանակում լինել Ռուսաստանի Դաշնության դաշնակիցը։ Հետո ինչ տեղ ունեցավ։ Մենք ասացինք, լավ, դուք ոնց որ չեք աշխատում։ Հա, բան երևա չկա։ Մենք հրավիրեցինք եվրադիտորդներին եւ անզեն եվրադիտորդների ներկայությունը հայ-ադրբեջանական սահմանին, ցուցադրեց, որ անզեն եվրադիտորդները շատ ավելի գործուն աջակցություն ցուցաբերեցին խաղաղությանը, քան զինված սահմանապահները։ Սա փաստ է թե փաստ չէ։ Այսինքն, պարոն Բլեյան, դուք ուզում եք ասել, որ Ռուսաստանի Դաշնությունը միշտ միայնակ է թողնում իր գործընկերներին կամ դաշնակիցներին։ Դա այդպես եղավ 20-րդ դարի սկզբին, այսպես եղավ հիմա, մենք միշտ նույն բանը տեսնում ենք։ Եվ հայ-ամերիկյան հարաբերությունները եկեք վերադառնանք Ուկրաինային։ Ռուսաստանը ստանձնել էր Ուկրաինայի տարածքային ամբողջականության պաշտպանությունը։ Ասել քո միջուկային զենքը տուր, ես կպաշտպանեմ քո տարածքը։ Մի հատ էլ 97 թվականին էլի մեր նման ինչ-որ համաձայնագիր ստորագրեցին մի փոքր ձևափոխված, հետո էլ արդեն Վլադիմիր Պուտինի ժամանակ դելիմիտացիա, դեմարկացիա իրանք արեցին։ Դե ինչ տեղի ունեցավ։ Ոչ մի բան։ 14 թվականից մաս ուտում են Ուկրաինային, Ղրիմից սկսած մինչև այսօր։ Եվ այսօր էլ իրենք թաղվել են ճահճի մեջ։ Եվ այսօր էլ Սոլովյովը ուզում է մեզ ասի, որ պետք է գա մեր վրա հարձակվի։ Ես կասկածում եմ նախ որևէ օդային տարածք կթույլատրվի, որպեսզի Ռուսաստանն օգտագործի մեր վրա հարձակվելու, փառք Աստծո մենք սահման չունենք իրենց հետ։ Ես նույնիսկ չեմ հավատում, որ Ադրբեջանը թույլ կտա, որպեսզի իր տարածքն օգտագործվի, որպեսզի Ռուսաստանը գա մեր վրա։ Որտեւ իրենք բոլորն էլ մեկը մյուսի վահանն են Ռուսաստանի դիմաց։ Նամանավանդ մեր, որտեւ մի կողմից մենք ունենք Վրաստան, մի կողմից մենք ունենք Ադրբեջան։ Ադրբեջանի անկումը կբերի Հայաստանի անկման, ինչպես դա տեղ ունեցավ մեր առաջին հանրապետության ժամանակ։ Երբ սկզբից գրավվեց նորանկախ Ադրբեջանը, հետո գրավվեց նորանկախ Հայաստանը, հետո գրավվեց նորանկախ Վրաստանը, անունը դրեցին խորթ հայնացում, փրկություն եւ այլն։ Պահ։ Իսկ իրականում դա օկուպացիա էր։ Շնորհակալություն։ Միշտ սիրով։ Հիշեցնեմ իմ հյուրը ժողովրդավարության եւ անվտանգության հայկական կենտրոնի տնօրեն Արնոլդ Բլեյանն էր։ Շնորհակալություն ուշադրության համար, հաջողություն։